Երկրորդը, որը շատ կարևոր ենք համարում եւ ինչը գնալով, ցույց է տալի, որ լուրջ սպառնալիք է Հայաստանի համար, դա օտարերկրյա հեռուստաընկերությունների, հեռուստածրագրերի հեռարձակման սահմանափակումն է։ Մենք եւս մեկ անգամ պնդում ենք, որ հանրային մուլտիպլեքսում որևէ օտար հեռարձակող չպետք է լինի եւ վերջի իրադարձությունները ցույց են տալի, այս 1-2 տարվա, որ մենք իրավացի ենք, երբ որ գտնում ենք, որ օրենքով այդ բացը պետք է փակվի եւ օտար հեռուստաընկերությունները չպետք է հեռարձակվեն եւ ես այդտեղ փոքր օրինակ բերեմ, որ խոսքը գնում է ոչ միայն ռուսական ծրագրերի մասին, դա ընդհանրապես մանիպուլյացիա է, մենք խոսում ենք ընդհանրապես բոլոր արտերկրի ծրագրերի մասին եւ վերջերս նույնպես Ֆրանսիան մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի ունենա հեռուստածրագիր, 2 հեռուստացիգեր մեր հանրային մուլտիպլեքսում եւ ընդունել են Ֆրանսիայի ներկայացուցիչներին ինձ մոտ Ֆրանսիայից եկած, ես ընդունել եմ փոխդեսպանին, երկրորդ անգամ մենք բավականին լուրջ քննարկում ենք ունեցել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում եւս Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ եւ նաեւ մեր նամակներում եւ գաղտնի նամակներում մենք բերել ենք բոլոր այն փաստարկները, որոնք արգելում են օտարերկրացիներին հեռարձակվել հանրային մուլտիպլեքսում։ Եվ եթե դուք հիշում եք, այս վերջերս մի ցավալի դեպք եղավ Արդե հեռուստաընկերությանի կապված հայ-գերմանական, երբ որ ինքը Հայաստանի քարտեզը չէր տեղադրել, երբ որ տարածաշրջանային քարտեզներ ցուցադրում, խնդիրներ եղել նաև թիմի Մոնդի հետ, եւ ֆրանսիացիները հենց այդ երկու ծրագիրն են ուզում, որպեսզի մեր հանրային մուլտիպլեքս լինի, եւ հիմա պատկերացրեք, եթե այդ ծրագրերը լինեին հանրային մուլտիպլեքսում, կստացվեր, որ մենք ինքներս հեռարձակում ենք մեր մասին ապատեգացությունը եւ աղաղված պատկերացումներ, օրինակ քարտեզի մասին, Հայաստանի չգոյությունը։ Հաշվի առնենք նաև որ այս ոչ շատ հանգիստ իրավիճակում մենք կարող ենք օտար երկրացի հեռարձակողներին թույլ տալ հանրային մուլտիպլեքս, մենք կարող ենք հարթակ դառնալ տեղեկատվական պատերազմի այն երկրների մեջ, որոնք բոլորը մեր հետ բարեդրացական հարաբերությունների մեջ են, օրինակ Արևմուտքի եւ Իրանի միջև։ Սա շատ կարճ, նաեւ մենք որևէ ազդեցություն չունենք հանձնաժողովը այն տեսլասողական հաղորդումների վրա օտարերկրյա, որոնք հեռարձակում են կաբելային օպերատորների ցանցում։ Մեր մոտ այսօր գործում է շատ լիբերալ ազատական մոտեցում, մենք միայն փաստում ենք, որ մենք իգիտություն ենք ընդունում, որ դիստրիբյուտորը վերել է արտերկրից ինչ որ ծրագիր եւ որևէ լիազորություններ չունենք ստուգել այդ հեռուստածրագրերի բովանդակությունը եւ եթե նույնիսկ վաղը չեմ սոր ինչ որ հեռուստածրագրեր որոշ են տեղեկատվական լուրջ պատերազմներ տանել Հայաստանի միջև Հայաստանի կարգավորող մարմինը որևէ լծակ չունի որպեսզի կասեցնի այդ հեռուստաընկերությունների սփռումը Հայաստանում մենք մեր նախագծերը, մեր պատկերացումները փոխանցել ենք արդեն բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, ինչքան ես գիտեմ նաև աշխատում են մեր իրավաբանները եւ հանձնաժողովի իրավաբանները եւ ես կարծում եմ այս խնդիրը շուտով լուծում կստանա եւ հանձնաժողովը իրավունք ունենա ադապտացնել այդ բոլոր ծրագիրը, այսինքն ժամանակ ունենալ ծանոթանալ բովանդակության մեջ եւ եթե այդ հեռուստածրագրերը օտար կարող պարունակեն այն բովանդակությունը, որը խախտում է Հայաստանի օրենսդրությունը, ապա իրավունք ունենանք արգելել այդ հեռուստածրագրերի սփռումը Հայաստանում եւ երկրորդը Եթե արդեն սփռման ընթացքում նրանք խախտեն Հայաստանի օրենքը, նույնպես մենք իրավունք ունենանք կասեցնել եւ արգելել այդ հեռուստաընկերությունների սփռումը Հայաստանում։ Ես կարծում եմ մենք այն կամ փոքր կղզյակներից կամ միայնակ ենք մնացել, որ մենք չենք պաշտպանում մեր տեղեկատվական հարթակները օտարերկրյա այդպիսի վնասակար ազդեցություններից։